Ավելին նախորդին լսեցինք, որ խաղացան պայմանագրի կնքուց հետո 5 րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները կարող են արդեն առևտուր անել եւ այլն փոխել։ Ես կարծում եմ, որ նա որ դրա մասին ասում էր, ինքը քնում եւ զարթում է ու սպասում է այդ առևտրի օրվան։ Բայց ես կարծում եմ, որ այդ ամեն ինչի արդյունքում ինքը կարող է պատանդ հայտնվի Բաքվում, նույնիսկ չհասկանալով ոնց դա տեղի ունեցավ։ Սիմոնյանը։ Այո, եւ բոլոր նրանք, որոնք երազում են թշնամու հետ առևտրի մասին, որովհետեւ իրանք ըստ էության խաբում են մեր ժողովրդին։ Թշնամու նպատակը առևտուրը չի։ Թշնամու նպատակը մեր պետության ոչնչացումն է։ Այնպես ինչպես եղել է 1918 թվականին եւ այնպես ինչպես հիմա է իրականում։ Դա համար երբ որ իրանք բարբաջում են առևտրի մասին, իրանք բարբաջում են նրա մասին, որ Արևմտյան Ադրբեջան գոյություն ունի եւ այլն, իրանք թող հիշեն։ Մենք այդ կեղծիքին չենք հավատալու, մենք այս երկիրը պաշտպանելու ենք եւ իրենցից էլ ենք պաշտպանելու եւ իրանց ադրբեջանցի ու թուրք տերերից էլ ենք պաշտպանելու։